Միասին դեպի նոր հաղթանակներ։ Մարզաշխարհում մեծ իրադարձություն է։ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ընդլայնվում է ու խոշոր ծրագրերը կյանքի են կոչվում համատեղ ջանքերի շնորհիվ։ Համագործակցության հուշագիրը ստորագրվում է Դուքենդոյի հայկական ֆեդերացիայի հետ։ Ողջունում եմ բոլոր ներկաներին, շնորհակալ եմ, որ այսօր գտնվում եք այստեղ։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր միությանը միանում է Հայաստանի խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկը։ Դա կլինի հնարավորություն համատեղ աշխատանքի նոր ծրագրերի կազման եւ նաեւ ուրախ եմ նրա համար, որ մեր ֆեդերացիաներին ներկայիս կմիանա մի գործընկեր, որը որ կլինի ավելի ակտիվ ծրագրերով եւ գաղափարներով։ Ուզում եմ նաեւ ասել, որ դեռ ոչ վաղ անցյալում մենք ծրագիր ենք մշակել, նախատեսել մեր զինծառայող վիրավորում ստացած եղբայրների համար հնարավորություններ ստեղծել մարզվելու, կոփվելու եւ ես հուսով եմ, որ այս համագործակցությունը նաեւ կաջակցի այդ ծրագրին։ Այդ ծրագիրը հովանավորվում է իմ ընտանիքի կողմից եւ ես լիազորված եմ իմ ընտանիքի կողմից ասելու, որ մենք արել ենք ամեն հնարավոր բան եւ անելու ենք, շարունակելու ենք։ Սպորտի կողքին Ծառուկյան ընտանիքը միշտ եղել է, կա ու լինելու է։ Սպորտը մեր երկրում շատ մեծ նշանակություն ունի, մեծ դեր է խաղում եւ կարեւոր ու գլխավոր նպատակը որն է սպորտի, որպեսզի լինի հասարակական համախմբվածություն եւ լինի առողջացում հարաբերությունների կառուցման։ Շնորհակալություն։ Ոչ օլիմպիական մարզաձևերի համահիմնադիրներ Հովհաննես Ծառուկյանը, Արմեն Մանուկյանը, Հրաչ Ռոստոմյանը, այդ թվում նաեւ ես մի նախաձեռնությամբ հանդես եկանք, ստեղծեցինք այս միությունը, ներկայացրեցինք անձամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանին, որն էր ուշադրություն դարձրեց այս մեր ծրագրերին եւ գաղափարներին եւ սատարեք անում բոլոր նախաձեռնություններին։ Ծառուկյան ընտանիքը միշտ հայտնի է, որ կանգնած եղել սպորտի կողքին եւ տասնամյակներ շարունակ շատ բարձր արդյունքներ են այդ ընտանիքի շնորհիվ շատ բարձր արդյունքներ են գրանցել մեր մարզիկները միջազգային արենաներում ու հույսով եմ, որ Դուքենդո ֆեդերացիան էլ միանալով այս մեծ կառույցին ինքը իր անմիջական ներդրումը կունենա մեր սպորտը երկրում եւ զարգացնել եւ Դուքենդո ֆեդերացիան զարգացնելու համար։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության նպատակներն ամուր պետություն ունենալու տրամաբանության մեջ են։ Հայրենիքին մարզական հաջողություններ պարգևելու ճանապարհն ընտրած այս մեծ ու ընդլայնվող ընտանիքն իր առջև դրել է առողջ սերունդ ունենալու խնդիրը։ Բանակում լավ են ծառայում այն զինվորները, որոնք կոփված են եւ ուժեղ։ Կրթական, հոգեվոր ու ֆիզիկական դասյարակությունից զատ պետք է սովորեն գնահատել ու պահպանել ազգային արժեքները։ Ամուր ուժերով հասնելու ենք մեր նպատակների իրագործմանը, քայլ առ քայլ գնալու ենք առաջ, ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու, այո, մեր ծրագրային դրույթները, կանոնադրային դրույթները բազմաթիվ են, հասարակության լայն շերտեր զգալու են մեր միության շունչը իրենց առօրյայում եւ կուզենայի նշել, որ յուրաքանչյուր ընտանիք այս ծրագիրը մտնելու է, որովհետև առողջ սերունդը, առողջ պատանիները, առողջ երիտասարդները մեր երկրի զարգացման, հզորացման վաղվա ապագան են։ Կարծում եմ, որ մեր օրինակով տարբեր նմանատիպ ֆեդերացիաներ կհետևեն այս օրինակին եւ այս միասնական գաղափարով եւ միասնական բռունցքով կարող ենք Հայաստանում զարգացնել սպորտը եւ լինել օրինակ միասնության գաղափարի համար։ Ֆեդերացիան լիահույս է, որ այս գործակցությունը տալու է նոր պտուղներ ու որպես հաջող մեկնարկի նշան ֆեդերացիայի նախագահը Հովհաննես Ծառուկյանին է հանձնում Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամի սերտիֆիկատը։
Միջոցառմանը նաև Դուքենդոյի ֆեդերացիայի սաներն են մասնակցում։ Բարձր արդյունքներով նրանք նոր են վերադարձել միջազգային մրցաշարերից։ Մեդալներին ավելանում է ևս մեկը՝ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության կողմից։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։